Ընդհանրապես քաղաքի միշտ դեմքը փոխել է։ Բաներ, որոնք որ մեր հայրերի համար անընդունելի էին, մեզ համար այսօր պակասում են, այսինքն իմ հայրիկը մինչև վերջ այդպես էլ չընդունեց երիտասարդության պալատը, չէր հավանում ինքը, ասում էր, որ այստեղ ավելի գեղեցիկ է այգու շարունակություն էր, ինձ համար այսօր պակասը երիտասարդական պալատի շատ մեծ ամեն անսենուց ես նայում եմ ու անընդհատ ուզում եմ, որպես ինքը լինի իր տեղը։ Ժամանակին, երբ որ վերացում էր Կրիվոյը, երբ որ վերացում էր Գորվետկայի ամբողջ այդ տարածքը եւ այլն, գալիս այդ մարդիկ ու փորձում են բնակիչներին բացատրել, ինչու համար են ուզում քանդել, ինչա լինելու դրա տեղը, մարդիկ որոշակիորեն կարողանում էին դա հասկանալ ու ընդունել, ու այսօր դրա տեղը մենք իսկապես ունենք կառույցներ, որոնք որ պետքա կանեին ավելի, տեխնիկական գործարանի մասին է խոսքը։ Երբ որ Սև շուկան քանդեցին, ես ինքս դրա ականատեսն էի, Սև շուկան քանդեցին, տեղը Կինո Ռասիան էր, որը շատ շատերը չէին ընդունում այդ ժամանակ։ Բայց կա էլեմենտար բան, այս քաղաքը ունի քաղաքաշինության նախարարություն։ Մենք ունենք ճարտարապետներ, ունենք ճարտարապետների միություն, ունենք գլխավոր ճարտարապետի, վերջո կան մարդիկ, որոնք որ միգուցե տեսնում են այդ վաղը, միգուցե մենք չենք հասկանում նրանց այն հոյակապ, հրաշք ծրագրերը, որ վաղը այսօրը ապագա սերունդը գալու է ու հիանա իրենց այսօրվա կերտածով։ Միգուցե, չնայած կասկածում են, որովհետև այստեղ նստած են մարդիկ, որոնք ունեն այնքան փորձ, այնքան տեսեն մեր քաղաքի զարգացման, գոնե 60-ական թվականներից մինչև այսօր, որ շատ լավ հասկանում ես, որ երբ որ քանդվում է մի բան, իսկ մենք դրան ականատես եղանք, Հյուսիսային պողոտան, հա, ոնց որ դեսօր շատ շատերի համար, նոր սերնդի համար անհրաժեշտ մի բան է մեր քաղաքում, բայց ինձ համար մի շատ կարևոր բան է պակասում այդ տեղում, ոչ թե ես այն ճենջն եմ ուզում հիշեմ, ոչ թե այն խալուխուլ եղածը, որ ամբողջովին առնետանոց էր եւ այլն, բայց ամեն ինչը պետք է անել շնորհքով, կարգին, մեր քաղաքի դեմքին վայել,